Գլխավոր փորձն ու կարմիր գորգն արդեն անցյալում են, առջևում 61-րդ Եվրատեսիլի կիսաեզրափակիչն է։ Հայաստանը ներկայացնող Իվետ Ամոկոչյանը 7-րդ համարի ներքո է ներկայանալու։ Համաեվրոպական բեմից Իվետան սփռելու է իր սիրո ալիքները։ Լավ Վեյվն էլ Իվետայի անձնական կյանքի պատմությունն է, որը երգչին պատրաստ է կիսել ամբողջ Եվրոպայի հետ։ Գերմանիայում մեծացած Իվետային հայ հանդիսատեսը ճանաչեց 2010 թվականին։ Երևանյան կոնսերվատորիայի ջազ վոկալ բաժնում սովորելուն զուգահեռ հայուհին մասնակցեց հեռուստատեսային երաժշտական շոուի։ Նրանով հետաքրքրվեց ամբողջ երաժշտական աշխարհը։ Հայ սուպերստար չճանաչվեց, բայց դարձավ տարվա հայտնություն։ Ամենացանկալի հայ երգչուհին հետագա տարիներին ներկայացավ նոր ոճով։ Ակումբային երաժշտությունը Իվետայի մեկնաբանությամբ Երևանում դարձավ պոպուլյար։ Նույնիսկ ազգային երաժշտությունը երգչուհին կատարեց նորովի ու քննադատության չարժանացավ։ Իվետան մտածում է գերմանացու նման, բայց սիրում է հայի պես։ Հենց դա էլ իր հաջողության բանաձևն է, որով գրավելու է եվրոպացիներին։